Եվ այսպես հարգելի դիտորդներ, ողջունում եմ բոլորին, Զդարով Սեմ, ձեզ հետ է Armin 92 Stalker-ը։ Իհարկե մենք շուտվանից չենք հանդիպել, երկար ժամանակ է տեսանյութեր չէի տեղադրել։ Ասեմ, որ այսօր մեկ հետաքրքիր նյութի մասին կխոսեմ։ Նայեք, ես վերջերս ես տեսակարտի հետ կապած տարբեր փորձարկումներ կատարեցի RX 570-ի։ Հիմա նայեք, նախ առաջին հերթին մենք մեկ հետաքրքիր տեսանյութ դիտելով YouTube-յան page-երից մեկում, նայեք, մեկ հետաքրքիր բան էլ իմացանք, ինչքան շատ բաներ կարողանում ենք այսպես ասած դիտել, նայել, հետաքրքրվել, ավելի շատ ենք ոնց որ հասկանում ինքը համակարգչի իսկ աշխատանքը։ Չնայած որ ասում եմ, երկար ժամանակ է ինչ տեսանյութեր չեմ տեղադրել, դե ինչ հիմա մենք այստեղ изменение схемы управления питания։ Նայեք, նախ առաջին հերթին ասեմ, որ հիմնական մեր իսկ սիստեմայի աշխատանքի համար գոյություն ունեն տարբեր նրբություններ։ Օրինակ, առաջիկա ժամանակներին ես արդեն կթարմացնեմ Windows-ը եւ արդեն կներկբեռնեմ Windows 11-ը։ Մոտ օրերս իմ ընկերներիցս մեկը իհարկե ձեռք բերեցինք համակարգիչ, իհարկե համատական եւ եկամտային, բյուջետային, այսպես ասած, եւ իհարկե ավելի հարմարավետ, իհարկե նույն խորհուրդ տվեցի, որ իմ նույն տեսակարտից RX 570 օգտագործի, որը որ շատ բավական հետաքրքիր է, ասեմ, որ նաև տեսանյութը պատմելու եմ մեր RX 570-ի մասին, որը որ օրինակի համար մենք արել ենք ռազգոն, փոփոխություններ, իհարկե տարբերություններ կլինեն, հետաքրքրություններ ցույց կտամ ձեզ։ Հիմա հիմնական նաև ասեմ, որ նմանատիպ հետաքրքիր տեսանյութերի ժամանակ ես որոշել եմ այսպիսի յուրահատուկ երաժշտությունների ներքո խոսալ, որոնք որ նմանատիպ երաժշտություններ շատ եմ սիրում, այսօր եւս կանադառնամ երաժշտությունների մասին։ Դե ինչ, հիմա մենք մուտք են գործել այստեղ, սա կոչվում է настройка схемы управления питанием высокого производительности։ Այսինքն, նայեք, սա մեր էներգաբլոկն է։ Մոտ օրերս էներգաբլոկը բավականին ավելի շատ տաքացում ունեցավ, տաքացավ։ Նայեք, ես հիմա օրինակ իմ ընկերս որ ձեռք բերեց համակարգիչ, նույն կարելի ասել իմ բանով, բայց ավելի բարձր մոդելներ, օրինակ Core-ային 9-րդ սերունդ, որը բավական հոյակապ հետաքրքիր պրոցեսոր է, 16 GB RAM եւ իհարկե SSD, այնտեղ իհարկե շատ հետաքրքրություններ կան, անգամ ասեմ, որ ես այս վերջերս որ իհարկե ինգերուշը ձեռք բերեցինք համակարգիչը, մոտ գործելով խանութ մենք տեսանք, որ համակարգիչ էին նորոգում նոր մոդելների, իհարկե վերջին, իհարկե նոր հովացման եւ բավականին կարծես իմ кейսի 2-3 չափ մեծ քուլերներով հովացման, անգամ նայեք դիմացի հատվածից իհարկե վերև ներքև ամենտեղ իհարկե 3-3-ական քուլերներ էին դրած եւ մեծ եւ իհարկե նոր հովացման համակարգով են աշխատում։ Իհարկե RTX էր, բայց նկատեցի, որ բավականին խնդիրներ են ունենում։ Իհարկե ասեմ, որ նայեք, հիմնարար բարձր շատ մոդելների համակարգիչները այդ RTX-ով, դե գիտենք, որ հիմնական 3D մոդելավորումների համար, իհարկե դա մոդելավորման համար է հիմնական ձեռնտու, բայց օրինակ մենք էլ կարող ենք զբաղվել նմանատիպ բաներով, բայց այնտեղ ծանրաբեռնվածությունները շատ է։ Իհարկե դա գիտենք, որ 3D մոդելավորումը նմանավանդ գեյմինգի մեջ բավականին շատ բարձր է։ Դե ինչ, հիմա նայեք, ինձ մոտ այսպիսի մի խնդիր առաջացավ այս վերջերս, որ իմ սնուցման բլոկը, էներգաբլոկը սկսեց տաքանալ։ Հիմա մենք դիտելով մեկ տեսանյութ մուտք են գործում այստեղ, այսինքն սա մեր էներգաբլոկի, սնուցման բլոկի հիմնական կարգավորումներն են։ Մուտք են գործում изменить
дополнительные параметры питания, այսինքն ստե շատ բաներ կարող եք փոփոխել, բայց ամեն մի բանին պետք չէ ձեռ տալ, որտեվ կարող է ինչ որ սիստեմայի մեջ խախտումներ առաջանան, այնպես որ պետք չէ ամեն ինչ ձեռ տալ։ Դենք կարդում ենք այստեղ управление питанием процессора, դե ինչ։ Ահա, минимальное состояние политика, դակեսի անցանք, максимальное состояние процессора, ահա, տեսեք։ Այստեղ մեր настройкան է տված կարգավորում, այսինքն տվյալ իհարկե տեսանյութը որ դիտեցինք, այնտեղ խորհուրդ է տալի, որ 97% կամ 96% իհարկե նշեք, որտեղ 100%-անոցի դեպքում ձեր էներգաբլոկը սկսում է ավելի շատ, բավականին շատ ավելի արագ աշխատել, ավելի շուտ տաքանալ, իսկ այսպես ավելի հանգիստ է աշխատում։ Ես սա արեցի, փոփոխություններ իհարկե Եվ զգացի, որ տարբերություն տալիս է։ Եվ բացի այդ, իհարկե այստեղից մենք դուրս գանք։ Ահա։ Հիմա մուտք ենք գործում մեր AMD software։ Այսինքն հիմնական մեր AMD-ի կներեք կարգավորումները։ Ինչ հարգելի դիտորդներ, հիմա նայեք, այստեղ մեր մոտ AMD-ն հնարավորություն է տալի բավականին եւս շատ փոփոխություններ կատարելու։ Իհարկե առաջներ դիսպլեյ, վիդեոկարտա։ Իհարկե այստեղ մենք ունենք տարբեր հնարավորություններ, որոնք որ կարող ենք փոփոխել եւ ավելի մեծ համար ցանկացած խաղ, ցանկացած պարագայում մեր կոմֆորտով սարքել։ Հիմա նայեք, նույնը ասեմ, որ PlayStation-ի սիրահարները կարող են չուրախանալ, որտեղ իրենք չունեն այդ հնարավորությունը, որ կարողանան իրենց կոմֆորտի համար իրենց սարքեն, այնտեղ խաղը ոնց կա կարգավորած է, բայց գիտենք, որ բավականին մի քանի տարի հետո խնդիրներ է առաջացնում։ Դե ինչ, մենք հիմա նշել ենք пользовательский։ Այսինքն հիմնական, որ օգտագործողն է կարգավորում եւ մենք մեր համար կարգավորել ենք այստեղ հիմնական նշված Уменьшение разрядов кадров, задержки, резкость, ограничение частоты кадров, չէ, սա պետք չի, որտեղ սա եկե կադրների մեր FPS-ը արկե կնվազի։ Եվ հիմա դիտենք այստեղ։ Սա հիմնական նայեք մեր այն կարգավորումներն են, օրինակ նույնը իհարկե մենք ունենք Nvidia-ի մեջ, ասեմ որ արդեն օրինակ Windows 11-ի մեջ ես նկատեցի, որ արդեն իրենց առանձին այս հավելվածները ներբեռնում են, որպեսզի կարգավորումներ դուք կարողանաք տալ եւ ձեր կոմֆորտի համար կարգավորեք ձեր խաղերը։ Այստեղ управление силовой частоты, չէ, ограничение, սա չենք ուզում։ Сглаживание դա ամենահետաքրքիր բաներից մեկն է, որը որ գիտեք ինչն է բարձրացնում, այսինքն խաղային որակական գրաֆիկական պատկերը եւ շարժի ժամանակ գեյմփլեյի եւ այդ պիքսելների որակական հատկությունները Использовать настройки приложения։ Այսինքն այստեղ մենք նշում ենք, որ հիմնական խաղային խաղի մեջի պետք է հիմնական կարգավորումից օգտվենք Եթե сглаживание, множественная сборка։ Սա ամենահետաքրքիր տարբերակն է, որը որ ինքը թույլ է տալի ավելի շատ բավականին կարողանա ինքը Ահա։ Լավ, հիմա ասանցնենք։ Իհարկե антизатропная фильтрация, качество фильтрация текстур, սա հիմնական ֆիլտրացումներն են, որոնք որ ավելի խաղը յուրահատուկ են, այստեղ կարող եք եւ 2x, 16x, բայց եւ կարող եք ավելի լավ փոփոխությունների ենթարկել, тройная буферизация, սա ավելի մի քիչ ծանր խաղերի համար է, բայց կարող եք օրինակ թեթև խաղերի հետ կապված միացնել, այդքան շատ էֆեկտը կարող է չլինի, ինչքան ավելի չնայած նոր խաղերի համար, որտեղ ինքը ավելի շատ է ուժեղ ֆիլտրացում կատարում, գրաֆիկական պատկերը ավելի է մեր մոտ բարձրացնում։ Հիմա նայեք, ամենակարևորագույններից մեկը, այսպես ասած, կոչված տեսակարտի, վիդեոկարտայի ռազգոնը, производительность, տեսեք։
Սա մեր արտադրողականությունն է, մեր խաղային։ Հիմա նայեք, այստեղ մեր Intel Core i7-600 կան 3.8 GHz, բայց մինչև մաքուր 4.11 GHz այն աշխատում է։ Դե ինչ, մուտք գործենք настройка կարգավորումները։ Հիմա նայեք, ես առաջներ դիտելով հետաքրքրաշարժ տեսանյութ այս տեսակարտի մասին, ասեմ, որ տեսակարտը իրոք բավականին դուր եկել է, այսքան ժամանակ ես գիտեք, որ AMD-ի սիրահար չեմ եղել, չեմ էլ օգտագործել, բայց ինքը շատ հետաքրքրություն ունի։ Դե ինչ, հիմա մենք դիտում ենք, նայեք, մեզ մոտ արդեն ցույց է տալի, արդեն որ ջերմաստիճանը 28 է եւ նորմալ պահպանվում է։ Այստեղ մենք մինիմալնի մեգահերց աուտիստիչսկի, այսինքն սա համեմատական ավելի իջացնում ենք, եթե ամբողջական ենք բարձրացնում, կարող ենք բարձրացնել, դա խնդիր չի տա, բայց այստեղ իհարկե արդեն շատ բավականին ջերմաստիճանը, եթե իհարկե արդեն 60-ից անգամ գերազանցի, ուրեմն ձեր տեսակարդի հետ կապված խնդիրներ կառաջանան։ Եվ մյուսը настройка GP, այսինքն главный processor, դա ինչ, հիմա մենք համեմատական մաքսիմալնա չիստատա, սա համեմատական իջացրել ենք, նայեք, սա արվում է ինչի համար, այնպես չէ, որ խաղը ինչ-որ, որ ասես ծայրահեղ դեպքերում կորցնում է գրաֆիկական պատկերը, չէ, նույն խաղը, նույն գրաֆիկայով խաղում են, բայց և էներգաբլոկի, և պրոցեսորի, և տեսակարտի արդեն աշխատանք ավելի է հեշտանում, թեթև է սկսում աշխատելը բավականին։ Հիմա այստեղ մենք իջացրել ենք, տակտовая частота 300 MHz, տակտовая частота 300 MHz, հիմա նայեք այս բային ոչ մի ինչ-որ խաղ չենք խաղում, որտեվ քանի որ դրա համար հանգիստ է աշխատում, բայց երբ որ սկսենք խաղալ, արդեն 300, 600, 800, 1000 ու ավել։ Հիմա մենք այստեղ расширенное управление, այսինքն ընդլայնված մենք կարող ենք ավելի փոփոխության ենթարկել։ Իհարկե սա ոնց է օրինակը բերեմ, այն երաժշտական գործիքներ կան bit rate հասկացություն, որոնք որ կարողանում են իհարկե գիտեք որ DJ-ները bit տակտը եւ այլն եւ բարձրացնել, հիմա նույնը մեզ մոտ է։ Մենք կարող ենք ենթադրենք օրինակ այսքան բարձրացնել բոլոր ասենքն իրենց բանը, միջուկները, բոլոր միջուկները բարձրացնենք, հանենք ավելի շատ, բայց արդեն մենք կարող է եւ խնդիրներ ունենանք։ Այսինքն մենք տեստ ենք արել, հիմա սա իհարկե եթե մենք անջատենք, հիմնական մենք օգտվելու ենք իր իսկ հիմնական տված արագությունով, իր մեգահերցերով, որոնք որ կարողանա տեսակարտը մեր RX 580-ը հանգիստ աշխատել։ Ասեմ, որ շատ հետաքրքրաշարժ է այս տեսակարտի կարգավորումները, հիմա նայեք, նույնը ես որ օգտագործում է Nvidia GTX-ը, այնտեղ կար կարգավորումներ, իհարկե իմ նախքին YouTube-յան էջում, որը որ ես ունեմ, տեսեք օրինակ արդեն բարձրացա, որտեվ արդեն բայդակ սկսեց արագ աշխատել, հետո իջավ։ Նայեք, հիմա մենք այստեղ, так, частота մեգահերց, напряжение։ Սա կարող ենք շատ բարձրացնել, նայեք, մինչև 1150 մեգաբայթ։ Այսինքն դա հիշողության արագացումն է, բայց արդեն իհարկե բավականին կծանրաբեռնի եւ կոմֆորտը իհարկե կարելի ասել կկորցնի եւ մեզ համար էլ հարմարավետ չի լինի խաղալը։ Իսկ ինչը մեզ պետք է գիտենք, որ PC gaming-ը PlayStation-ից ինչով է առավել, որ մենք կարողանում ենք հանգիստ խաղալ այն ինչ ուզում ենք։ Չկա էլի այսպես ասած ինչ որ որևիցե խնդիր, օրինակ գիտեք, որ PlayStation-ի հետ կապված 3-4 տարի հետո խնդիրներ են առաջանում, իհարկե արդեն եթե նոր խաղ է դուրս գալի, դուք ենթադրենք նայեք, ինչքանով է մինուս։ Նոր խաղը ինքը ճիշտ է, նախատեսված է PlayStation-ի ծրագրայինով, այսինքն նայեք, գիտենք, որ հիմա PlayStation-ի հիմնական պրոցեսորը AMD ընկերությունն է։ AMD, նա երբևիցե ինքը ունեցել է մինչև PlayStation 3-ը իր իսկ հիմնական պրոցեսորը, բայց այնքան է չի արդարացել, ինչպես գիտեք, որ AMD-ն եւ Intel-ը աշխարհում համար մեկն են։ Երկուսն է գերհզոր տիտաններ, որոնք որ մրցում են մեկը մեկի հետ։ Հələ չեմ հաշվում, իհարկե նրանց հետ իհարկե որպես հովանավորող ընկերությունները, օրինակ նայեք տեսակարտերի մեջ ասենք
միայն ոչ միայն ընկերություններ, ունեք MSI-ը, Gigabyte-ը, Asus-ը, Palit-ը, Zotac-ը, Evgan, որոնք որ բավականին շատ հզոր ընկերություններ են, բայց իրանց մեջ ամենաշատ օրինակ MSI-ն է դուրս գալի, MSI Pro-ն, այն Vishap-ի դրակոնի նշանով, Gigabyte Aorus-ը, որը որ շատ հետաքրքիր է, եւ Asus-ը, ASRoG-ը, դրանք բրենդեր են համարվում։ Ինչպես նաև համակարգչի մեջ հետաքրքիր նաև խորհուրդ ձեզ PK Gaming-ի սիրահարներ, բրենդեր են համարվում, օրինակի համար նախ դա հիմնական աքսեսուարներն են արտադրում, кейսեր, օպերատիվ հիշողություններ, RAM-եր ու նմանատիպ, ինչը պետքական է, անհրաժեշտ է համակարգչին։ Ասեմ, որ հիմնական ընկերություններից են Fury-ն, Kingston-ը, որը որ բավականին շատ հետաքրքիր իրենք ընկերություններ են, շատ որակապես ու շատ արագ աշխատող, մեկ էլ Կարսար ընկերությունը նաև, դա էլ հիշեցի։ Դե ինչ, հիմա մենք սա պետք է անջատենք, քանի որ հիմնականը այստեղ իջացրել ենք, իր հիմնական մաքսիմումն չիստատա եւ արդեն մեզ հնարավորություն է տալի ավելի հանգիստ խաղալ։ Գիտենք, որ RX-ը համեմատական կարգով Nvidia-ի ավելի շատ է տաքանում։ Դա հիմնական միշտ RX-ն է, AMD-ն դա միշտ, բայց AMD-ն օրինակ այս մոտ տարիներին սկսեց աշխատել իր հովացման սիստեմայի հետ կապված եւ արդեն ավելի արդարացնում է շուկայում, որը որ արդեն դառավ այդպիսի մրցունակ։ Չնայած ես ասեմ, որ երկու ընկերություններն էլ AMD-ն եւ Intel-ը բավականին հին ընկերություններ են, շատ հին ընկերություններ, անգամ եթե չեմ սխալվում 60-ական թվականներից նրանք եղել են արդեն, շատ հին։ Օրինակ Nvidia-ն ինքը շատ ուշ է եղել, 92, չկներեք, 95 թվականից է Nvidia-ն եղել։ Իսկ մնացած ընկերությունները դրանք ոնց որ բրենդ են, որոնք որ հովանավորում են, էլի, բայց իհարկե հիմնական ես նշեցի, որ Gigabyte-ն է Aorus, Asus ASRoG, մեկ է MSI Pro։ Հիմնական ընկերությունները։ Դե ինչ, այստեղ մենք կարող ենք ամեն ձև փոփոխել, որպեսզի մեր խաղի համար, ընդհանրապես մեր համակարգչի համար կոմֆորտ լինի։ Ասեմ, որ այս փոփոխություններից հետո հանգիստ սկսեց աշխատելը։ Իհարկե խաղը, եթե մենք սկսում ենք խաղալ ավելի մեծ այսպես ասած ռազգոնով կամ ավելի շատ են գրաֆիկական պատկերը բարձրացնում, օրինակ էկրանի մոնիտորի թույլտվությունը, որը որ դարձնում է երկրորդ 2250, այսինքն 1920 Full HD-ից անցնում ենք ավելի բարձր։ Իհարկե ես չեմ խոսում դեռ 4K-ի մասին, այնտեղ արդեն իհարկե մեզ մոտ ավելի շատ արագ է սկսում աշխատելը։ Հիմա նայեք, օրինակ մոտ օրերս ինչ խաղացել ենք, մոտ օրերս բավականին մեծ թափ են ունեցել, իհարկե որոնք որ թույլ են այստեղ նայեք FPS-ները, այս խաղերը երկար ժամանակ ես չեմ խաղացել, բայց օրինակ Far Cry 5-ը 55-ից 60 FPS, Warface-ը 55, Age of Empire, Mortal Kombat-ը, Need for Speed-ը օրինակ ելի երկար ժամանակ չեմ խաղացել, բայց ասեմ, որ այս տեսակարտով բավականին շատ հոյակապ եմ խաղում Need for Speed Heat-ը, Far Cry 3-ը, Watch Dogs 2-ը, դա ինչ, մենք առաջիկա ժամանակներ ասեմ, որ հարգելի տոներ կունենանք նորանոր խաղեր, նորանոր հետաքրքրություններ, սա այսօրվա իմ թեմաներ, իմ հերթական տեսանյութներ, որը որ ցանկանում էի ներկայացնեմ, կարծում եմ, որ հույսով եմ, որ հետաքրքիր էր, կարող եք կոմենտներում գրել, մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Դե ինչ, հույսով եմ հետաքրքիր էր։ Իհարկե ես դեռ չեմ ցուցադրել Age of Empire խաղը, բայց այսօր կամ մոտակա օրը կցուցադրեմ։ Դե ինչ, ձեզ հետ էր հարգելի դրտներ R-92-ը, իհարկե խաղացեք PK Gaming, սիրեք PK Gaming, որտեվ PK Gaming-ը դա միայն gaming չէ, գիտենք, որ ամեն ինչ է, ամեն ինչ։ Իհարկե միշտ իսկական գեյմերը ընտրում է հենց PK Gaming եւ ոչ թե PlayStation, որը որ մեզ չի տալի հնարավորություն, ինչը կտա PK Gaming-ը։ Դե ինչ նոր հանդիպում։